Ողջունում եմ ձեզ Բարաբաթումից։ Հենց այստեղից էլ մենք սկսում ենք մեր նկարահանումը։ Այսօրվա մեր գեղեցիկ միջոցառումը համարում ենք բացված։ Բարաբաթում, նախկինում գյուղ և բանվորական ավան հայկական ԽՍՀ-ի Կապանի շրջանում։ Կապան քաղաքից հյուսիս-արևելք, ներկայումս հանդիսանում է Կապան քաղաքի վարչական մաս։ Նախկինում որպես առանձին գյուղ ընդգրկված է եղել ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից Կապանի շրջանի։ Բարաբաթում բառը ստուգաբանվում է մի քանի ձևով։ Բառը կազմված է բար կամ բարա և թումբ արմատներից, այսինքն բարիքի, բերքի թումբ։ Հնչյունափոխության արդյունքում բառը ստացել է Բարաբաթում տեսքը։ Բարաբաթումը հիմնականում բնակեցված է եղել հայերով, ունեցել է իր հոգևոր և մտավորական ներուժը, բնակավայրում կենտրոնական մասում հենց գտնվում է 17-ից 18-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե միանավ սրահով եկեղեցին, մի քիչ ներքևում էլ դպրոցն է, այժմ մտնենք եկեղեցի, այնուհետև դպրոց։ Այս փայտերը վկայում են, որ եկեղեցին այժմ գտնվում է վերանորոգման մեջ։ Ճիշտ է, այս պահին փակ է դուռը, բայց մենք սպասում ենք բանալին բերեն, ներս մտնենք և իհարկե երգենք։ Տանը սիրեն լուսա եկա, սոր մի կորև էր բարանի, գիտեմ սրտես լուսա եկա, հորահո ամատա, ապունտալում կուչի հոտա, հորահո Բնակավայրերի մոտակայքում կան բազմամետաղների հանքեր։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Բարաբաթումցիները հիմնականում աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Կապան քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում։ Ինչպես տեսնում եք, եղանակը անձրևոտ է ու մռայլ, բայց այս ամենին զուգահեռ մենք շրջում ենք գյուղի արահետներով ու հիանում յուրաքանչյուր տան կոլորիտով։ Ճանապարհին հանդիպեցինք Վարդանին, և մեր մտքով անգամ չէր անցնում, թե ինչ աշխարհ պետք է մտնենք, ահա ձեր տատին ենք ներկայացնում մի քանի կադրեր, որոնք մեզ տարան դեպի անցյալ։
Որդին ոչ մի բանով չես կարող խաբել։ Իրեք շատ վաղ լինում է, որ գործ ես գնում, քեզ թվում է, որ պետք է լավ լինի, որը դու ամբողջ բոլոր կանոններով բայց վերջի խոսքը ասում Գնում ենք հնության հետքերով, համեցեք։ Գիշեր ցերեկ նույն երգն է իմ ունկերում, ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից, ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ, քելե լաո, քելե երթանք մրերգիր։ Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ, մանգաղն ուսած գաղթի մախաղը մեջքին, դեռ քայլում է սարով, ձորով, աշխարով, քելե լաո, քելե երթանք մրերգիր։ Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում, ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին, հարցնում է իրեն, բախտին, աստծուն, իմալ կեղնի, իմալ չերթանք մրերգիր։ Իր ինչ գործն է, թե կա սահման ու կավեջ, իր ինչ գործն է, թե կան ռումբեր ու հրթիռ, հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ, իմալ կեղնի, իմալ չերթանք մրերգիր։ Թե աշխարհում արդարություն կա վերուստ, ու թե դաշն է Աստված, երկիր ու երկինք, պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ, պիտի երթանք մրերգիր։ Դրսում խորը աշուն է, թաղծոտ եղանակ, և մենք քաջ գիտակցում ենք, որ դրսում իհարկե ոչ մեկին չենք տեսնի։ Ահա Գաբրիելը, ով որոշում է բացել այս դուռը և բացահայտել այնտեղ բնակվողներին։ Տեսնենք կստացվի, թե ոչ։ Մանկություն է ձեր, ինչպիսին է գյուղը անցյալում, ինչպիսին է հիմա։ Մանկությունը միշտ լավն է եղել, նես չի, որ մանկությունը միշտ լավն է քիշում։ Ես դպրոցն եմ վերջացրել, 8-ամյա դպրոց էր։ Հետո շարունակել եմ Աղափան քաղաքում, համայնքին դպրոցում։ Դե ինչ ասեմ, նորմալ։ Գյուղում ինչով եք զբաղվում։ Ես գյուղում անասնապահություն էր հիմնականում, դե ես վարորդություն եմ արել, տենց էլի տարբեր ձևի գործեր եմ արել, ԱՏԿ-ում մեխանիկ եմ աշխատել, տենց էլի մի խոսքով։ Իսկ անասնապահությամբ զբաղվել եք։ Հա, անասուններ եմ պահել, հիմա չեմ պահում, որովհետև էլի վիճակի ակում ես տունում եմ, բայց սկի ձգտում չունեմ։ Ստե օդը ուրիշ է, հանգստությունը։ Ես էլ պապական տունս հա ես։ Որ թվի տուն ասա։ Դե 60-ական թվականներին եք սարքել։ Տղան եւ աղջիկը զույգ են, 5-րդ դասարան եւ քանի հոգի կա ձեր դասարանում։ 10։ Հիմա ձեզանից ով է լավ սովորում։ Հարվածային։ Միջը հիմա գերազանցիկ է, չէ, ինքը գերազանցիկ։ Որը առարկանն է շատ սիրում։ Մաթեմը։ 3 գումարած 3 բազմապատկած 3-ի։ 18։ Հա։ Չէ։ Յա։ 3 գումարած 3 անգամ 3։ 3 գումարած 3 բազմապատկած 3-ի։ Հելբից բազմապատկում ես անում։ Հետո գումարում ես։ Հա, ես ում ասի, Եգոր Պասկյանի գործողությունները պետք է արվի, հետո բաց պատմում որ կա, սկզբից դա է կատարվում։ Անցել եք դուք դա։ Հա։ Դառնում է ինչ պատասխանը։ 9 գումարած 3 12։ Ապրես։ Ճիշտ պատասխանն է։ 12։ Պապիկի պատասխանը ինքն է ճիշտ ասել։ Բացահայտումները կատարում էինք վառարանի ծուխի օգնությամբ։ Դարպասներից զգում էինք համեղաբույր ուրցի հոտը։
Աղապան դեպք չի եղել Դավիթ հետո բոլորը փոչացել են դեպի Պարսկաստան։ Այսինքն նշայանում չեմ հիշում այդ չանա հրամանտվել։ Աբասարքա, շապու, սապու։ Անիմաստաններ Եվ Արաքսի մյուս ապն է մնացել։ Դա Դավիթը եղել է 670, հա։ 1677 թե ժամանակները։ Դրանից հետո ոչ մի չի եղել։ Բոլորին ակսորել են Պարսկաստան։ Եվ 1827-ներ ռուս-պարսկական պատերազմը։ Գրիբայեդովին, որ խփեցին պասոլն է, ռուսական պասոլը, պարսիկները այդ հողերը հանձնեցին ռուսներին, որ հիմա Ադրբեջանա։ Եվ թույլատրեցին, որ ժողովուրդը վերադառնան, էլ չգիտեք, այս գյուղացիք են վերադարձել, թե Ուրիշ տեղ։ բայց որ վերադարձել են, կոչվել է բարի տուն։ Քանի որ հարկահավաքները ռուսները դրել են մուսուլմաններին, դրանք անգրագետ մարդիկ են եղել։ Մեկը Պարավաթում բասել, մեկը Բարաբաթում բասել, մեկը Բարաբաթում բասել, բայց իսկ 12-րդ դարում մեր գյուղը կոչվել է Արուզ գյուղ, որը հարկատվել Տաթեի վանքի։ Տաթեի բանում կա, ախիում կա, որ այս գյուղը կոչվել է Արուզ գյուղ։ Արուցք։ Արը ընդհանրապես հայկական արմատ է, Արաքս, Արարատյան, Նեշի։ Չգիտեմ խիատենց։ Հա։ Դե խիատենց կոչվել, չգիտեմ։ Իսկ եկեղեցին կառուցվել է ոչ թե կառուցվել է, վերակառուցվել է։ Քանի որ բոլորին ակսորել են, եկեղեցիներն էլ քանդել են, նույնն էլ մերն են քանդել։ 73 1873 թվին ժողովուրդը որոշել են։ Բան են հավանվել է եկեղեցին, գողություններ են արել։ Ասի, այդ 70 ժողովուրդը ցանկացել են եկեղեցի կառուցել։ Վերանորոգել ավելի ճիշտ։ Մի հատ ջահել տղու են գտել, որը օգնական է, վարպետի եկեղեցի կառուցողի օգնական էր։ Հա։ Եվ ջահել տղան եկավ, նա այդ բան, եկել ես ձեզ տանոց ես երկար տան։ Այդ բալկոնները փոխել են։ Միսիրը նավտ կատոնում։ Հա։ Ասում եմ ես առած մի կոպեկ ես եկեղեցի կառուցեմ, բայց աղջկանը տակից։ Եվ այդ տղան կառուցում է, վերակառուցում է եկեղեցի։ Եվ այդ աղջկանը Թումանասցերի աղջիկ է եղել։ Բան չով եք զբաղվում, դուք մշտական այստեղ եք ապրում։ Հա, ծնվել եմ ստեղ խոշին։ Օրինակ ինչ տարբերություն կար առաջին Բարաբաթումի ու հիմիկվա Բարաբաթումի թե։ Ավելի ազարգացել, թե առաջ ավելի կյանքը ուրիշ ձև էր։ Գիտես, միշտ ես տեսել եմ, որ ժողովրդի աչքը չբավարարված է եղել միշտ։ Մեկը մեկի ճանապարհը փակի, մեկը դաժե դες դեպք է եղել Բարաբաթում, որ ցանկապատի պատճառով մարդ են սպանել։ Դե տավեսելա չէ, ծնված չեմ եղել, բայց դա եղել է տատիկիս հերը։ Ասում նույնն էլ հիմա որ եկակ տեսակ, չէ, ինչ նեղլիկ ճանապարհներ են։ Ժողովուրդը չեն կշտալում, հետո ասում են մեր պետությունը, մեր պետության վրա աչք դրել, բայց դուք եք դրում ձեր ճանապարհների վրա։ Աշխատանքն է գյուղում եռում, մի բառ միայն բերքահավաք, եւ մի հատիկ այդ կարճ բառում ամփոփվում է որքան կրակ, որքան լարում, եռանդ ու սեր։ Օրստորե անտառն արագ նոր գույներով է զարդարվում, վերջալույսի նման վառվում շիկնակներով հազարերանգ։
Նորից անձրև, մշուշ, ամպ, թախից անհուն տխրան քեզ, աշուն քեզ ինչ քնքշությամբ, ինչ խոսքերով երգեմ քեզ։ Քո մշուշը քո ոսկի, տերևները հողմավար, դու թանքը քո մեղմ խոսքի, արցունքները քո գոհար։ Ես դու ինչ որ հարցանք։ Հեգնում ես ինձ ու չես ներում։ Բայց կա ինչ որ մի ափսոսանք քո հեգնական ժպիտներում։ Հեգնում ես ինձ ու նախատում։ Որ ոգում ես գրիվը։ Ամռանը եթե տեսել եք մեր նյութերը, մենք թութ էինք ուտում, իսկ հիմա հոն ենք ուտում։ Բարաբաթումի հոնը։ Եվ քո երգը թախծալի իմ սրտի երգն է կարծես, աշուն, քաղցր ու բաղձալի, ինչ խոսքերով երգեմ քեզ։ Մանյան Անդրանիկը ծնվել է Բարաբաթում գյուղում, իմ պապիկն է, հերոս մարդիր։ Ծիպ։ Սիրուն աշուն, նախշուն աշուն, թառել ես մեր այգու դաշտում, գույն ես տվել մեր անտառին, այգիներին, թուփ ու ծառին, զարդարել ես հանդերը մեր, հազար տեսակ բերք ես տվել։ Հենց այս վայրից մենք ձեզ ասում ենք. Ողջույն, Բարաբաթում։ Եկեք, գնում ենք գյուղի հին դպրոցը։ Գյուղի դպրոցը Հրանտ Ոսկանյանի անունով է։ Այն բացվել է 1907 թվականին որպես մի դասյա երկսեռ դպրոց։ 1911-ից 12 ուսումնական տարում ունեցել է 40 աշակերտ, իսկ 1912-ից 13-ին 37 աշակերտ։ Դասերը անց են կացվել մասնավոր տներում։ Հայտնի է, որ դպրոցական առաջին շենքը կառուցվել է 30-ական թվականների սկզբին, բանավանի բնակիչների միջոցներով։ Դպրոցի մի հարկանի շենքը 1990-ականներին ճանաչվել է վթարային։ Դպրոցը ստեղծվել է որպես մի դասյա, այնուհետև երկդասյա դպրոց։ Տարիների ընթացքում դարձել է քառամյա դպրոց, ապա կոչվել Բարաբաթումի 7-ամյա դպրոց։ Տեսանյութում պարզ երևում է, թե նախկին դպրոցը ինչ վիճակում է գտնվում։ Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է գիտակցենք, որ դպրոցն ու եկեղեցին միշտ էլ եղել են սրբավայրեր, եւ այն պետք է պահել ու պահպանել, այլ ոչ թե աղտոտել։ Ուրեմն դիմում ենք Կապանի կոմունալ ծառայությանը, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի տրամաբանորեն մոտենա աղբարկներ տեղադրելու հարցը։ Նայեք, սա ակում գրադարանն է, այստեղ էլ այս անմխիթար վիճակն է։ Չենք կարող մեղադրել գյուղացուն, որովհետև սա կենթանու արած գործն է։ Միևնույն ժամանակ գտնվում է պատմական հուշահամալիրը, եւ հենց այս տարածքում, որտեղ որ գրադարանն է, հուշահամալիրն է եւ հենց գյուղամեջն է, այս պատկետ է։ Ու սա կենթանու ձեռագիրն է։ Դրեք այնպիսի տարածքում, որպեսզի մարդիկ էլ չամաչեն։ Չէ, քոլ են ասում սրան։ Ինպի։ Համով է։ Նայ, սամ ռոզին ալանայ։ Կար միջոց կանգնի։ Էսը։ Լավն է, ուզում տա։ Եշի գաբի Այժմ ես գտնում եմ հայրենական մեծ պատերազմում զոհված բարաբաթումցիների հուշակոթողի մոտ։
Եվ իհարկե այս մեկը 1992 եւ 1994 թվականներին զոհված մեր անմար հերոսների ուշակարը։ Wow, շախմատ խաղաց։ Վստահ եմ տարիներ առաջ ինչքան լավ էր անցնում երեկոները այս սենյակում, առարանը վառում էին, քննարկում իրենց առօրյա թեմաները եւ վայելում իրենց օրերը։ Եկեք գրքերի աշխարհ, մեր գուրումը չեմ կարող ասել ինչ հրաշալի գույով, ուսումնասիրեցինք տարբեր գեղեցիկ գրքեր կան, բայց այսօրվա եղանակը տերյանական է, ինչպես Տերյանն է ասում, աշուն է, անձրև, տերևներն անձրև, դողում են դանդաղ, բաղ, միապաղաղ, անձրև ու անձրև։ Սիրտը ստանջում է ինչ որ անուրախ անհանգստություն։ Անձրև, անձրև։ Գնում ենք գյուղի ամենատարեց մարդու մոտ։ Հակե։ Մեր շատ սիրելի հետևորդներ, գտնվում ենք Միշա պապիկի տանը, ով 90 եւ անց տարեկան ծերունի է։ Միշա պապին Արցվանիկից հասել է Բարաբաթում։ Հիմա հասկանանք, թե ինչպես։ Պատմեք ձեր կյանքի պատմությունը, պարոն Միշա։ 4 տարեկան էի, մայրս էս գյուղից է, Բարաբաթում բանավանից, իսկ հայրս Արցևանի գյուղից է։ 4 տարեկան էի, պապս հորս հերը, հարուստ էր, ասենքը կուլակաթափ արեցին, հերս տեսավ որ դրությունը վատ է, մեզ հավաքեց, եկավ ստեղ։ Կավանց ապրում է, մեկ էլ եկանք ստեղ հերս դարբին էր, ընդհանրապես, ամեն գործ երկով գալիս էր, մենակ թե երկաթ թողնի, էդ երկաթը ինչ ասես սարքում է, երկաթից, ամեն ինչ սարքում է, միջև ակավ է մեծ աղջիկս, խուպ է կասում, առաջ փայտի բանը որ չոեն էիք ցանում, փայտի էր, սես երկաթեր անդեկա է, սես հակցրատ տրան, որ քարա էլի, չկոտրի, միջև ակավ մեծ աղջիկս մեկը տայալա թարգանամ տրի։ Հորադիզու, կրիվ, պիս կրիվը, վերջ կրիվը, ինքն անդեր, ինքն աբոյվը, գլող քիչ ստեպր ծրալա եշի շտա կրակի, իրան կրակը գլող։ Ինչ արած, բախ դե ատպես, աստված ուրեմն տեցեր ուզում, աստված ուժեց մեզ, վերջ, կամաց սեյք աշխատե, Բարաբաթում Բարավանը հին գյուղը, շատ Ղարաբաղցիներ կան, ուրիշ տեղուց եկողներ կան, ստեղ ուրիշ գյուղարանքից եկողներ կան, ստեղ ամբոստացած, այն մարդիկ ժամանակին, Թումանյան Անդրանիկը կապիտանի կոչումով 45 թույի պատերազմից վերադարձավ։ Ռեյխստագը երբ որ վերջի որ մեր ժողովուրդի քոչարին պարեցին, ինքն դեղ է։ Բաբայան Սուրեն կար, բժիշկ էր, սաղ կյանքը բժիշկ, Պետրոսյան արտավազ Կոստյա, արտավազը մեբելի փաբրիկան, ինքը իրա ձեռքերով կառուցեց, ինքն էլ էվատպետ էինք ասվելի, տնորեն դարդով։ Մեր քաղաքապետը մեր, Հարսյանը, նա շատ խլոք տղա է, հերեն էր, հերի պրարաբսա եղել մի ժամանակ, շատ խելոք, շատ կրթված, բարձրագույն ավարտած տղա է։ 30 տարվա ընթացքում մեր Ղափանը այսպես չենք տեսել, ինչ որ այս 5-6 տարվա ընթացքում։ Ղափանը ծաղկել է, սիրունացել է, բոլոր կողմերով։
Դպրոցն ավարտած շրջանավարտները զբաղեցրել են տարբեր պաշտոններ, օգտակար գործունեություն են ծավալել շրջանի քաղաքական, տնտեսական, կրթության և այլ բնագավառներում։ Նրանցից են Սուրենը Բաբայան, բժիշկ թերապևտ, Աթայան Վիգոն, հացի գործարանի տնօրեն, Բաբայան Գագիկը, որը նույնպես բժիշկ է, Խաչատրյան Կիմը, քաղսովետի նախագահ։ Դպրոցն ունեցել է բազմաթիվ տնօրեններ, վերջին 3 տնօրեններն են Ռոբերտ Դավթյանը, Անահիտ Ավանեսյանը, իսկ այժմ դպրոցը ղեկավարում է Անդրանիկ Մարտիրոսյանը։ Նույն շենքի առաջին հարկում տեղակայված է կապանի թիվ 11 նուհը, որը վերաբացվել է 1999 թվականից։ Այսպես էլ ապրում ենք մեր սիրուն քաղաքում, հենց այսպես էլ ապրում ենք մեր ճգնախ կապանում։